Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորմանն է անդրադարձել միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Նա շեշտել է, որ Դավիթը պետք է լինի տանը իր ընտանիքի կողքին, այլ ոչ թե դառնա քաղաքական վախի մթնոլորտ սերմանելու գործիք։ Ամստերդամը վստահ է, այս գործը չի մնալու ստվերում, պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագան։ Սա պարզապես անհամաչափություն չէ, սա ցինիզմ է։ Կալանավորել առողջական խնդիրներ ունեցող պատանուն այն բանի համար, որ նրան հարվածել են ու տիրախավորել, նշանակում է խոստովանել սեփական թուլությունը։ Ոչ մի ժողովրդավարական երկրում պետական պահպանության ծառայողի սադրանքը չպետք է դառնա պատճառ երիտասարդի կյանքը կոտրելու համար։ Իրանում շտապ բժշկական օգնության կարիքը մեծանում է, բժշկական պաշարները կարող են սպառվել, եթե պատերազմը շարունակվի։ Իրանում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների պատվիրակության ղեկավար Մարիա Մարտինեսի խոսքով ներկայումս արտակարգ պարագաների պակաս չկա, սակայն իրավիճակը կվատանա, եթե մարտական գործողությունները շարունակվեն, հատկապես հաշվի առնելով գների աճը և անբավարար ֆինանսավորումը։ Մարտինեսը շեշտել է, որ Իրանում Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 1900 մարդ, վիրավորվել ավելի քան 21000-ը։ Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է Կարմիր խաչի 3 աշխատակից։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող 8 ռուս քաղաքացիների դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ դատավոր Ֆիրդովսի Ալիևի նախագահությամբ կայացած նիստում պարզվել են մեղադրյալների անձնական տվյալները։ Պաշտպանական կողմը միջնորդել է նրանց նախնական կալանքը տնային կալանքով փոխարինել, սակայն միջնորդությունները մերժվել են։ Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 10-ին։ Ռուսաստանցիներին ձերբակալել էին անցյալ տարվա հունիսին Ռուսաստանում ադրբեջանցի քրեական հեղինակությունների ձերբակալության և ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատ թարացման ֆոնին։ 12-րդ դարի արտեֆակտը հայկական միջնադարյան նկարազարդումներով դրան փայտե փեղկը արդեն Հայաստանի պատմության թանգարանում է։ Այն կներառվի պատմության թանգարանի հավաքածուի շարքում և կլինի մշտական ցուցադրության զարդերից մեկը։ Հիշեցնենք, որ 2025-ի դեկտեմբերի 18-ին կայացած նիստում հաստատվեց, որ կառավարությունը ձեռք կբերի դրան փայտե փեղկ հայկական միջնադարյան նկարներով։ Գնման համար պետական բյուջեից հատկացվել է 175,4 միլիոն դրամ։ ՏԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով նախորդ տարի պետությունը մշակութային արժեքների ձեռքբերման և թանգարանների հավաքածուների համալրման համար ծախսել է ավելի քան 332 միլիոն դրամ։ Մարզաշխարհին անցնենք։ Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց թիմերի ներկայացուցիչներն առաջադրվում են Եվրոպայի լավագույն ծանրորդների անվանակարգերում։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը և Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել են ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում։ Հաղթողները հայտնի կդառնան Եվրոպայի առաջնությունից առաջ, որը կկայանա ապրիլի 19-ից 26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում։ Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է մրցելույթները, նա չի մասնակցի առաջիկա մրցաշարերին, այդ թվում մոտեցող Եվրոպայի առաջնությանը։ Հունահռոմեական ոճի իմշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի խոսքով Ալեքսանյանն այժմ շարունակում է բուժումների գործընթացը, իսկ նրա փոխարեն 97 կիլոգրամ քաշային կարգում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանի աշխարհի չեմպիոն Հայկ Խլոյանը։ 34-ամյա Արթուր Ալեքսանյանը օլիմպիական խաղերի չեմպիոն է, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7 հակի չեմպիոն։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին մեր ամփոփիչ թողարկմանը։